Ելենա Արշակյանի «Ծովաչքերի պատճառով» սերիալն իր ավարտին է մոտենում լի հույզերով, անսպասելի շրջադարձերով ու հուզիչ փակագծերով։ Այս եզրափակիչ հատվածներում պատմությունը հասնում է իր գագաթնակետին, կերպարներն իրենց ներաշխարհում անցնելով բարդ հոգեբանական ճանապարհներ։ Դիանայի հղիությունն անակնկալ էր բոլորի համար, նա այսքան ժամանակ դաժան, հաշվենկատ ու չարագործ կերպարը կարծես առաջին անգամ կանգնում է խոցելի իրականության առաջ։ Նոր կյանքը նրա ներսում ստիպում է վերանայել ամեն բան, որոշումներ կայացնել ոչ միայն իր, այլ նաև երեխայի ապագայի համար։ Դիանան գնում է Սառայի մոտ ոչ թե խնդրելով, այլ որպես վերջին հույսն ասում է, որ Գոռը մենակ չպետք է մնա։ Նրա կյանքից հեռանալով փորձում է վերջ տալ իր պատճառած ցավին, Գոռին թողած նամակում Սարգիսի հեռախոսահամարն է թողում, կարող է շրջադարձային դեր ունենալ ամբողջ պատմության համար։ Սա հստակ հուշում է, որ Դիանան վստահ է, որ Սարգիսը ճշմարտությունը կասի և այդ իսկ պատճառով Գոռի աչքին մի փոքր կբարձրանա։ Եվ Գոռը զանգահարում է Սարգսին, որը կարող է բացել բոլոր փակ դռները։ Հանդիպումը դեռ հարցականի տակ է, արդյոք կգա Սարգիսը։ Սակայն եթե նա գա, Արմանի ճակատագիրը կարող է կտրուկ փոխվել։ Տեսանյութերը, որոնք հրապարակվել են սոցիալական ցանցերում, կարծես այլ բան են վկայում։ Արմանը դատարանի դահլիճում է, նա այնտեղ, ինչպես երևում է, որպես մեղադրյալ է, բայց սա դեռ դատավճիռ չէ։ Գուցե հենց Սարգսի հայտնվելը խափանի գործը և հաստատի, որ Արմանը կապ չունի ոչ Միսակի սպանության, ոչ Գարիկի մահվան հետ։ Նշենք, որ վերջին սերիաներում հավանաբար Գարիկը մահանալու է։ Ռեբեկան դժվարությամբ է ընդունում Արմանի ներկայությունն իրենց տանը։ Նա դեռ լի է հին վերքերով, մեղադրանքներով ու կասկածներով, բայց Ռեբեկայի կյանքում ջերմություն է հայտնվել։ Արամը դարձել է այն մարդը, ում կողքին նա սկսում է կամաց-կամաց վերականգնվել։ Նրանց միջև առաջանալու է ոչ միայն փոխադարձ վստահություն, այլև բուն զգացմունք, որը կարող է վերածվել մի իրական սիրո պատմության։ Արամը լինելու է Ռեբեկայի կողքին ամենադժվար պահերին, օգնելու է նրան հաղթահարել այն ամենն, ինչի միջով նա անցել է։ Եվ վերջապես սերիալի ավարտը լինելու է, ինչպես խոստացվել էր, անսպասելի։ Դիանայի հեռանալը, Սարգսի հնարավոր վերադարձը, դատարանի վճիռը Արմանի համար, Ռեբեկայի ու Արամի ապագան, ամեն ինչ կախված է վերջին մի քանի սերիաներից։ Հնարավոր է նաև, որ սերիալը մեզ տա փակ, բայց լիարժեք ավարտ, որտեղ ամեն կերպար կստանա իր արժանի հանգուցալուծումը։ Մեղավորները պատժվելու են, իսկ անմեղներն արդարացվելու։ Կամ էլ Ելենա Արշակյանը մեզ կտա նոր սկզբի հնարավորություն, որը կարելի է շարունակել երբևէ նոր սեզոնում։ Մի բան հստակ է, այս սերիալը թելադրում է նոր չափանիշներ հայկական դրամատիկ ժանրի մեջ կերպարների խորությամբ, իրականությունից չկտրվելու իր համառությամբ և ամենակարևորը սերիայի ընթացքում անընդհատ զարգացող կերպարային փոխակերպումներով։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և շատ այլ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի դիտեք ամենահետաքրքիր ու կադրից դուրս իրավիճակները, որոնք արվում են նկարահանման հրապարակներում, և տեղեկանաք նոր սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Նշենք, որ հեռուստասերիալը ճիշտ է մոտենում է ավարտին, բայց այդ ավարտական սերիաները լինելու են հետաքրքիր, բուռն ու ինտրիգներով լի։ Գոռը վերջապես եկել է Սարոյանի մոտ ու հավանաբար ստանալու է նրա օրհնությունը, բայց մինչ այդ Գոռը դեռ խոսակցություն պետք է ունենա Սարոյանի հետ։ Գոռն ու Սառան բնականաբար վերջին սերիաներում միասին են լինելու, քանի որ հեռուստասերիալի հենց սկզբում այդպես էր նախատեսված։ Սակայն հենց այս պահին նրանց սերը ենթարկվելու է հետաքրքիր փորձության։ Իսկ թե ինչի մասին է խոսքը, կիմանաք հետևելով մեր ալիքին, ու մենք կբացահայտենք ձեզ ամենահետաքրքիրը։ Ռեբեկայի ու Արամի հարաբերությունները գնալով ջերմանալու են։ Վահեի մահից հետո Ռեբեկան վերջապես գտնելու է իր կյանքի իմաստը։ Հեռուստասերիալի ավարտին բոլոր զույգերը երջանիկ են լինելու։ Սակայն հեռուստադիտողներն ունեն հարցեր։ Այո, Դիանան հղի է և կարծեք թե փոխվում է նրա կյանքը, նա հեռանում է բոլորի կյանքից, բայց ինչու նա պետք է պատասխան չտա իր բոլոր չարագործությունների համար։ Չէ՞ որ հենց նա էր մեղավոր,
Էմիլի սպանության համար, ինչու նա պատասխան չպիտի տա, չէ՞ որ նա մարդասպան է։ Լինի դիտավորյալ, թե ոչ։ Ամեն դեպքում այս հարցերի պատասխանները ստանալու ենք շատ շուտով։ Մնացեք մեզ հետ ու կիմանաք ավելին։ Նշենք, որ «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալը համարվում է ամենառեյթինգային նախագծերից մեկը, որը շատ շուտով մոտենալու է իր ավարտին։ Ավարտը լինելու է անսպասելի ու հետաքրքիր։ Ավարտը նախատեսված է մոտ օրերս, այնպես որ բաց չթողնեք վերջին ամենալարված ու հետաքրքիր սերիաները։ Իսկ այն տեսանյութերը, որոնք հայտնվում են համացանցում, դիտեք մեր ալիքում առաջինը։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրեք, թե որ դերասանին կամ կերպարին եք ամենաշատը հավանում «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում և որ կերպարին կամ դերասանին կցանկանայիք տեսնել Ելենա Արշակյանի հաջորդ նախագծերում, քանի որ շատ շուտով նախատեսված է նոր նախագծի նախապատրաստական աշխատանքները, այնպես որ բաց չթողնեք ամենահետաքրքիր նորությունները։